Շնորհակալություն, պարոն փոխոսնակ, հարգելի գործընկերներ։ Ես ուղղակի բաներ կա, որ լավ եմ հիշում եւ կցանկանայի այս առիթը օգտագործել դրա հետ կապված։ Ուրեմն ես հիշում եմ, երբ որ Հայաստանը պետք է անդամակցեր Եվրասիական տնտեսական միությանը եւ կար փաստարկ, առայն որ մենք մեր ապրանքը այն որակը չունի, ինչ որ եվրոպական շուկաներում են վաճառվում, մեր կոնյակը, մեր մյուս ոգելից խմիչքները, գինին, հայկական հնարավորություն չկա այնտեղ արտահանելու, դա մեզ համար լավ է, որ մենք գնանք ԵՏՄ, անորակ, շարունակենք անորակ ապրանք արտադրել, նման կարծիքներ կային հնչող, եւ շարունակենք վաճառել մեր ապրանքը։ Այսինքն ապագային միտված, որ պետք է ապրանքի չափանիշը, մակարդակը, որակը բարձրացնել եւ փորձել այլ շուկանել գրավել, դրա ուղղությամբ բան չէր խոսվում, էլի, այսինքն նորմալ էր, որ մեր ապրանքը անորակ լինի, բայց մենք վաճառենք այն։ Եվ եկավ մի ժամանակ, որ այդ նույն ԵՏՄ-ն, այսպես ասեմ, Ռուսաստանի Դաշնությունը ընդունել է նույն չափանիշները, այն ինչ որ եվրոպական միության շուկայի համար է։ Այսինքն որակյալ ապրանք է պահանջում Հայաստանի Հանրապետությունից եւ մյուս բոլորից։ Ինչ է նշանակում, այսինքն պարզ է, որ ապագան որակյալ ապրանքինն էր եւ ապագան իրականում հենց ազատ առևտրի այն համաձայնագրինն էր, որի արդյունքում Հայաստանում ստեղծվելու էին այդ հնարավորությունները, նաեւ չափանիշների բարձրացման հետ կապված, որ մենք որակյալ ապրանք արտադրենք։ Մենք չգնացինք այդ ճանապարհով, անցել է մոտավորապես 2 տարի եւ ավել, եւ մենք տեսնում ենք, որ նույն process-ները տեղի ունենում ԵՏՄ-ում։ Այսինքն ԵՏՄ-ն փորձում է հասնել ինչ-որ կերպ Եվրոմիությանը եւ ինքն էլ է ասում, դե մենք ենք ուզում որակյալ կոնյակ, այլևս վատ կոնյակ մեզ մոտ մեկ արտահանի։ Նախագիծը շատ լավն է, ես ողջունում եմ, շատ կարևոր է եւ ես նաեւ կարծում եմ, որ այս նախագծերը, որոնք որ չափանիշների բարձրացմանն են միտված, սրանք ասոցիացիան համաձայնագրի պարտավորությունների կատարման նախագծերն են։ Ուղղակի հերթով գալիս են խորհրդարան, մենք ընդունում ենք, որ բանը, բայց այս չափանիշները սրանք ասոցիացիան համաձայնագրի խոր եւ համապարփակ առևտրի GSP+-ի շրջանակներում չափանիշներ են, որը հենց Եվրոմիության հետ է կապված։ Հիմա ուղղակի պարզ է, որ արդեն խնդիր կա Ռուսաստանի Դաշնություն արտահանելու հետ կապված, հիմա ստիպված մի քիչ կարող է այս պահին է բերվում, բայց այն որ ապագան որակյալ չափանիշներինն էր եւ ապագան որակյալ ապրանք արտադրելու մասին էր խոսքը գնալու, ապագայում դա այն ժամանակ էլ էր ակնհայտ։ Ուղղակի պետք է մենք սա արձանագրենք եւ հիշենք, որ արկա փաստարկները, որ կային ԵՏՄ-ի հետ կապված, հերթով այդ փաստարկները հետ են մղվում տարբեր զարգացումների արդյունքում։ Մեկն էլ հենց Ռուսաստանում ընդունված չափանիշների մասին կարգավորումներն է։ Շնորհակալություն, ես կարծում եմ, որ Հայաստանի ապագան հենց այդ բարձր չափանիշներով թե ապրանք արտադրելու մեջ է, թե հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմներ ներդնելու մեջ է, թե մարդու իրավունքներն ու հիմնարարությունները ավելի բարձր մակարդակով հարգելու եւ պաշտպանելու մեջ է, բայց ուղղակի ժամանակ կա դրա համար եւ պետք է ժամանակը բաց չթողնել, այսինքն դա անել ժամանակին։ Շնորհակալություն։